նայեք, ծառերը չորանում են, բայց ջուրը ջրում է ասֆալտը։ Որտեղը ջրվում է, նայեք ինչքան սիրուն կանաչ է։ Ու ստեղ նայեք չոր, ստեղ նայեք կանաչ։ Կարով ձեզ 4-րդ, 5-րդ զանգվածի այդ արանքի փողոցն է, այստեղ այսպես մի հատ հատված կա։ Կանաչ զանգված է, այստեղ 2017-ին են ծառեր տնկել, այս ակացիաները ու դրանից առաջ այս հացենիներն էին տնկել ու ոռոգման համակարգ քաշել։ Այս մոստի տակն է, քանդած մոստից վերև, այս վերևի մասիվի մոստի տակը։ Նայեք, մի հատվածը կանաչ, տեսնում եք, մնացած հատվածը չոր։ Հիմա նայեք ոնց է ոռոգման համակարգը գործում։ Այստեղ այսպես ուժգնությամբ ջուրը դուրս է գալիս ու գալիս է, ջրում է 1-2 ծառ ու մի քանի կիլոմետր ասֆալտ։ Այս ջուրը այսպես գնում է մինչև ներքև։ Կանաչապատման աշխատողը գալիս է, այստեղից շլանգ է միացնում, ծառերը ջրում է, կամ վեդրոյով տակից ստանում ծառերը ջրում է։ Նայեք, ծառերի տակ, ամենի տակ մի քիչ ջուր կա։ Հողը ամբողջը, որ կարող լիներ կանաչ գազոն այս ջրի շնորհիվ, չոր անապատ, նայեք, չոր անապատ։ Այս հատվածը ընդհանրապես ջրի կաթիլ չի տեսնում։ Այս բաները չգիտեմ ինչու չի գործում, սրանք սենց ցայտում են ջուրը, այստեղ вообще չի հասնում ջուրը, այստեղ մի թեթև հասնում է, հենա, ես չէ, ընդե փակեցի ոտով, ստեղից եկավ թափվեց, այստեղից էլ է մի քիչ գալիս, այստեղից, նայեք, ուզում է գա, բայց չի կարում գա, ու այստեղ, ես ու այնտեղ է գալիս, հա, շլանգը, նայեք, այստեղ լիճ է արդեն գոյացել, մինչ մի տեղը չոր է, մյուս տեղը լիճ է, այստեղ փաստորեն սենց է, ինչ-որ շլանգ է գցած, ամեն օր լսում ենք Երևանի քաղաքապետարանից երկու բան, կամ ասում են, որ ջուր չկա, սա է դեպք չի, կամ ասում են, որտեղ հնարավոր է, մենք արել ենք ցնցուղային համակարգ, կաթիլային համակարգ, չգիտեմ, գերժամանակակից ոռոգում։ Այստեղ շատ պարզ բան է պետք, ջուրը կա այս խողովակների մեջ, ծայրերին բաներ դնել, այս եղածների, նենց հարմարանք դնել, որ ջուրը ամեն տեղով քիչ դուրս գա ու ամեն տեղով դուրս գա։ Ու այս խողովակը երկարացնել կամ բաներով սենց փոքր ակոսներ անել ամեն ծառի տակ, որ այս եկած ջուրը, նայեք, այն հատվածի ջուրը միջև ուր է գալիս, միջև ստեղ գալիս է, բայց արդեն ներքև չի իջնում, ստեղից գալիս իջնում է ասֆալտ։ Ակոսներով բերել, որ գնա միջև ներքև ջրվի։ Հիմա օրինակ, եթե բահով բանվոր լիներ ստեղ, ջուրը նայեք որտեղից է իջնում, այստեղից գալիս իջնում է։ Այս հատվածը պետք էր իջցնել կամ այստեղից մի հատ ակոս անել ու այս ջուրը ուղղել դեպի այս հատված գոնե գա, ստեղ ջրվի, այստեղ հիմա ամբողջը նայեք, տափաստան է, չոր տափաստան։ Ստեղ նայեք, չորանում են բույսերը, այս էլ է չորանում, քանի որ չի ջրվում, նայեք, այս ծառերը չորանում են, քանի որ չեն ջրվում, այնիշ ջուրը հենց հիմա ոռոգման ջուրը գնում է ասֆալտ, այստեղ ծառի բնաբաժակա ծառը չորացել է, պոկվել է, այստեղ էլ ունենք, էլի այնա, չոր ճյուղեր, այս ամբողջը ընդամենը սխալ կազմակերպման պատճառ է, այսինքն տեսնում ենք ջուրը կա, տեսնում ենք ինչ ուժգնությամբ ջուրը կա, բայց ջուրը ջրում է ոչ թե ծառերը, այլ ջրում է նոր վարչական շրջանի 90%-ից ավելի կանաչ հատվածները կամ չեն ջրվում, կամ ոռոգումը սխալ է, կամ ջուրը այսենց անիմաստ դուրս է գալիս ու գնում է դեպի փողոց, կամ ընդհանրապես ոռոգման համակարգ գոյություն չունի։
ասեք այդ հատվածը, որտեղ լավ ոռոգում է կազմակերպվում, ես գնամ ու նկարեմ դա ու գովամ։ Բայց նայեք, միտեղ լիճ ունենք, միտեղ չոր տափաստան ունենք։